Բարի լույս առաջին ծրագիրն է եթերում եւ մենք այս առավոտ ողջունում ենք ձեզ դրսում արևը շողումը, իսկ մեր տաղավարում արևի պակաս հաստատ չենք զգում, քանի որ մեր սերն ու ջերմությունը այս առավոտ այնքան շատ է, որ համոզված եմ կջերմացնի ձեզ։ Իսկ մենք ենք Սուրենը, Սոնան եւ Ադրինեն։ Բարի լույս շացիելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, մենք սկսում ենք մեր առավոտը եւ առաջարկում ենք միանալ մեզ։ Այսօր արդեն նոյեմբերի 27-ն է, օրը 5-շաբթի։ Այո, նոյեմբերի 27-ն է եւ այսօր իհարկե ծնվել է Վլադիմիր Աբաջյանը 1927 թվականի նոյեմբերի 27-ին Շիրակի մարզի Շիրակ գյուղում։ 1951 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Թատրոնում կերտել է 50-ից ավելի դերեր, հայտնի է նաեւ որպես ասմունքի վարպետ, խաղացել է կինոյում, Սայեթնովա, Հուսո Աստղ, Արահետ եւ այլն։ Այո, շնորհավորենք նաև բոլոր նրանց, ովքեր այսօր տոնում են իրենց տարեդարձը, մաղթում են հրաշալի, չգիտեմ, եղանակային պայմանները թող ընդհանրապես չխանգարեն, թեպետ այդքան մռայլ չէ, բայց շատ սառն է եղանակը, ամեն դեպքում ձեզ տաք արևոտ տարեդարձ ենք մաղթում։ Դե հաշվի առնելով, որ արդեն ընդամենը 3 օրից կգա ձմեռը, օֆիցիալ կերպով, դե բնականաբար նորմալ է։ Նույնիսկ լավ է այս եղանակը այս օրերի համար։ Կամաց իհարկե տեղումներ չեն խոստանում օթերվութրաբանները մինչև դեկտեմբեր, բայց ինչքան հասկանում սոնա դեկտեմբերի 1-ից որոշակի տեղումներ արդեն իսկ սպասվում են Երևանում էլ եւ բնականաբար մեր մարզերում նույնպես։ Այնպես որ թող լինեն սիրո տեղումներ միայն եւ ջերմության, իսկ երեկոները թող զարդարի բրիզը։ Ջևանի գինու գործանի կողմից առաջարկվող ռոզե փրփրուն գինին, ինչը համոզված եմ այս երեկո կլինի ամենագեղեցիկ համադրությունը ձեր տրամադրության։ Այո, եւ բրիզի կողքին իհարկե պետք է լինի համեղ ուտեստ, իսկ այդ հարցում մեզ մշտապես օգնում է Ադրինեն։ Հիմա միանանք խոհանոց, տեսնենք ինչը այսօրն է առաջարկում մեզ համար։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս սիրելիներս, բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս, այսօր պատրաստելու ենք շատ համեղ տաք ուտեստ, որի համար պետք է մի քանի բաղադրիչ, բարդ բան այստեղ չկա, տարբերակն էլ երևի թե ձեզ ծանոթ է, ինքներդ երևի թե շատ հաճախ միգուցե պատրաստել եք, մեզ պետք է լինելու աղացած միս, գունավոր պղպեղներ, ահա ես ընթացիկ փորձում էի ամեն բան կարգի բերել, որպեսզի ճիշտ ներկայացնեմ այս ամենը, այստեղ ունենք կլոր շերտերով կտրատված եւ նախապես արդեն քաշված կարտոֆիլ, որը պետք է գեղեցիկ շերտերով դասավորենք իրար վրա եւ իհարկե վերջում պանիր ենք օգտագործելու։ Շատ քիչ բաղադրիչներ, բայց իդեալական գեղեցիկ եւ շատ համեղ ուտեստ ենք այսօր պատրաստելու։ Հուսով եմ մնալու եք մեզ հետ, նախաճաշի սեղանը պատրաստեք եւ իհարկե հետևեք առաջին ծրագրին։ Այո, համեղ է լինելու առավոտը ինչքանով հասկացանք, ինչպես մեր յուրաքանչյուր առավոտը արդեն վաղուց ի վեր գիտենք, որ համեղ է, դե նաև չմոռանանք ամենակարևորի մասին մարզվելու եւ հետևելու առողջությանը, սա նույնպես շատ կարևոր գրավական է, չէ՞։ Այո, իհարկե, իսկ որտեղ մարզվել միանշանակ Ակվատեկ համալիրում, քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկում։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեկ համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Հիմա էլ գնանք այնտեղ եւ տեսնենք, թե ինչ տեսանյութ են այնտեղից այսօր մեզ պատրաստել։ Բարև ձեզ, ես Արտուր Վերմիշյանն եմ, ֆիթնեսի գլխավոր մարզիչ Ակվատեկում։ Այսօր կխոսանք ուղիղ կեցվածքի մասին։ Ցույց կտանք մի քանի վարություն։ Անցնենք հաջորդ վարությանը։ Լավ, գլուխը պարզ պայի, վերև պայի գլուխը։
գլուխդ մի չետ բարձի։ Այս վարությունը կատարում ենք այսենց ուղիղ նստած, ձեռքերով բռնված։ Տեղաշարժել չլնել մեջքը դեպի առաջ ու դեպի հետ, որ աշխատեն թիկունքի մկանները։ Այս վարությունը մենք անում ենք ձգում դեպի կոնք, այսենց, ու ցնում ենք դեպի ներքև։ Դրանք աշխատում են նույն թիկունքի մկանները։ Շատ լավ մաշկպայի։ Վերադարձանք եւ ես նշեմ նաեւ, որ հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել Հունաստանում վարվել է 2026 թվականի օլիմպիական խաղերի կրակը։ Կրակը հանդիսավոր կերպով հանձնվել է առաջին ջահագրին։ Թիավարության մարզաձևում 2024 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Պետրոս Գայդացիսին։ Նա բացել է 9-օրյա էստաֆետան, որը 450 մարզիկների մասնակցությամբ կանցնի Հունաստանի տասնյակ քաղաքներ եւ պատմական վայրեր, այդ թվում Պիրգոսը, Պատրան, Սալոնիկը եւ Աթենքը։ Մենք տեսնում ենք այդ հրաշալի ու հետաքրքիր պահը։ Շատ հունական ոճով արված։ Այո, ափսոս այդ պահին անկեղծ չենք, բայց ոչինչ։ Հուսանք այդ կրակը կպտտվի իհարկե հաղթանակներով ու սպորտային տրամադրությամբ։ Շատ էսպես գեղեցիկ է։ Դե ես կարծում եմ ամեն դեպքում սպորտային ոգին եւ օլիմպիական ոգին շատ վառ է պահում յուրաքանչյուր անգամ հենց այս կրակի շնորհիվ նաեւ եւ շատ մարզիկների ոգևորում է այս process-ը։ Դե մեզ էլ ոգևորում է այն ամենը, ինչը համեղ է պատրաստվում եւ բնականաբար մեր եւ ձեր առավոտները դարձնում ավելի համեղ։ Իսկ հեղինակը Ադրինեն է։ Հիմա հասկանանք խանութում ինչ է կատարվում, Ադրինե։ Շնորհակալություն Սուրեն ջան, բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս, պատրաստում ենք այսօր տաք ուտեստ, ինչի համար մեզ պետք է աղացած միս, կարտոֆիլ, գունավոր պղպեղներ, ահա տեսնում եք ես կտրատում եմ, եւ 1 կտոր պանիր, որը քերիչով կանցկացնենք եւ կավելացնենք մեր ուտեստի վրա։ Անցանք գործի սիրելիներս, թավան տաքացնենք յուղով եւ իհարկե առաջին հերթին տապակենք աղացած միսը։ Մի փոքր բուսայուղ ավելացնենք եւ իհարկե աղացած միսը։ Ադրինե, ես եկա քեզ օգնել։ Ողջույն, բարի գալուստ։ Բարի գալուստ։ Ես տեսնում դու համեղ բաներ ես այստեղ արդեն նախապատրաստել, որոնք տեղ են գտնելու այդ ճաշատեսակի մեջ։ Աշնանային իմիջայլոց ճիշտ է, բան չի մնացել, աշունը արդեն իր տեղը կզիչի, ձմռանը, բայց շատ համահունչ է եղանակին, որովհետև ամենավերջում մենք այս ուտեստը տեղափոխելու ենք ջեռոց։ Այո, անպայման ջեռոցում պետք է պանիրը հալչի եւ այսպես գեղեցիկ տեսք ստանա, դրա համար ասում եմ մի փոքր աշնանային։ Եվ այսպես։ Ես այստեղ կավելացնեմ նաեւ պղպեղը, գունավոր պղպեղ ունենք։
Այսպես ավելացնենք նաև մեր պղպեղը եւ իհարկե կսկսենք ավելացնել համեմունքները։ Որոնք իհարկե ել ավելի համեղ կդարձնեն, ես կարծում եմ, որովհետև այստեղ Ալինեի համեմունքների շարքը բազմազան են, գույներն էլ են այդ մասին խոսում։ Հաստատ։ Ես կարծում եմ, չգիտեմ, խոհանոցը զարդարում են հենց համեմունքները։ Իհարկե, ոչ սրա մասին շատ են խոսել, ոչ բոլորն են շատ տարատեսակ համեմունքներ սիրում, բայց մեր խոհանոցում կարծում եմ բաց չէ։ Եթե չափի մեջ է լինում, համային զգացողությունները էլ ավելի լավն են դառնում։ Օրինակ, ես գիտեմ, որ շատ կտրուկ են համեմունքները հնդկական խոհանոցում։ Որոշակի բաներ կա, ես նախ սիրում եմ հնդկական խոհանոցից, բայց մեծամասնության, որ այնտեղ շատ է համեմունքները, Այո, դա ինձ խանգարում է այդ ամեն ինչը, որովհետև, չգիտեմ, շատ սուր համեմունքները, եւ այդպեսին են նաեւ վրացական խոհանոց, այնտեղ էլ են համեմունքները շատ սուր ձևով։ Ճիշտ է, այդպիսի բան կա, բայց դե յուրաքանչյուր տարածաշրջան աշխարհում յուրաքանչյուր երկիր իր ժողովրդին համապատասխան իր ապրելակերպի մշակույթին համապատասխան ունի իր միջոցները։ Օրինակ նույն Հնդկաստանում կծուն եթե շատ են օգտագործում, քանի որ շատ տապ է, շատ շոկ է, ասում են պետք է մարմնի ջերմաստիճանը համահունչ լինի արևի ջերմաստիճանի, որպեսզի նրանք կարողանան դիմակայել։ Չգիտեմ, ինձ թվում է ամբողջը կապված է երկրի իրավիճակի հետ։ Աշխարհագրական դիրքի հետ եւ կլիմայական նաեւ փոփոխությունների հետ, որովհետեւ սուր համեմունքները նաեւ տալիս են իմունիտետի հետ կապված, որովհետեւ շատ ուտեստներ կան, որոնք պատասխանում են հենց արաբական, բեդուինական խոհանոցում եւ նաեւ հենց հնդկականում նույնպես, որոնք շատ վտանգավոր են առողջության համար, այսինքն մանրերեր եւ այլն, իսկ կծում նաեւ այս դեպքում նպաստում է, չեզոքացնելու այդ ամենը։ Այո, դու շատ ճիշտ ես եւ ես կարծում եմ աշխարհում կամ որևիցե ազգի մոտ որևիցե բան եթե հորինում են եւ սկսում են անել, կարծում եմ դա ունի իր պատճառները, նախապատմությունը, այնպես որ պետք չէ խուսափել ոչ մի բանից։ Մենք անում ենք մեր գործը, ես հիմա աստիճանաբար սկսեմ ավելացնել համեմունքները։ Ասեմ, որ ես նաև իսպանական խոհանոցն եմ շատ սիրում, հատկապես պաելյան, իսպանական, որը շատ համեղ է։ Իմիջիալուց իսպանական խոհանոցում էլ կծուն օգտագործվում է։ Այո, բավականին շատ է օգտագործում այնտեղ էլ։ Եվ ծովամթերքն է նաև պատճառը դրա, որովհետև ծովամթերքի դեպքում էլ են շատ կծու օգտագործում համեմունքներից։ Այո։ Մենք մեր փունջը կօգտագործենք մշտապես։ Ես քրքումը շատ հերոստատիտողը արդեն կարծում եմ անգիր գիտի, որ ես պետք է քրքում օգտագործեմ, իսկ ինչու եմ օգտագործում, նա բնական բույսից է, այո։ Ինչու, որովհետև իր ամենագլխավոր հատկությունը քրքումի մարսողության հետ է կապված, յուրաքանչյուր կերակուր ավելի դյուրամարս է դառնում եւ իմունիտետի իդեալական, այսպես հովանավոր է հանդիսանում քրքումը, այնպես որ նաև ասել եմ այս մասին, մեղրով, կիտրոնով, քրքումով թուրմ պատրաստեք առավոտյան մի փոքրիկ գավաթով ըմպեք, որպեսզի այս շրջանում հատկապես մրսածողությունը եւ վիրուսային այս սեզոնը չազդի ձեզ վրա, այնպես որ կարող եք օգտագործել այս ամենը։ Ավելացնենք նաև կարմիր պղպեղ եւ սև պղպեղ։ Դասական տարբերակը ավանդական մշտապես մեզ հետ է, այստեղ կարելի է միքս տարբերակ օգտագործել հատուկ մսամթերքի համար նախատեսված, որտեղ կա խմելի սունել է, որտեղ կա բազմապիսի ուրիշ համեմունքներ։ Մի խոսքով, եւ իմիջիալոց համադրությունը շատ ճիշտ է իմ համեմունքների եւ ոչ վնասակար, ամենակարևորը։ Այո, մենք դա արդեն իսկ մի քանի եթերաշրջան փորձել ենք եւ տեսնում ենք, որ փառքաստու ամեն բան նորմալ է։ Ամեն բան նորմալ է։ Ամենակարևորը ամեն բան համեղ է եւ դա ես միշտ ասում եմ, հա, օրինակ վերջերս նաեւ մեզ մոտ էին շեֆ խոհարարներ, որոնք շատ հայտնի են իրենց ոլորտում, բայց ես միևնույն է իրենց էլ նույն բանն ասացի, այո, աշխարհում ընդունված է դասել լավագույն խոհարարները տղամարդկանց, բայց էլի ինձ համար ամենահամեղը միշտ պատրաստում են կանայք, որովհետև մայրական ջերմությունը կա ու այդ հա տեսեք Ադրիան ամեն ինչ վերցնում է եւ այսպես իր չափաբաժնով լցնում է, իսկ տղամարդ խոհարարը կվերցնի, կկշռի, կնայի տեսնի, արդյոք այդ պտղունձի մեջ այդ մի փոքրիկ էս համեմունքի մեջ այնքան է, ինչքան որ ըստ բաղադրատոմսի պահանջվում է։ Այո, շատ։ Դե այս դեպքում արդեն այո, ստացվում է այնպես, որ ինչ որ պիտի պատրաստել, բայց համեղ ստացվում է միևնույն է
մայրիկների կողմից պատրաստված։ Ադրեն ինչ process-ում ենք, սա պիտի տապակվի, Այո, ինչ ենք սա անելու։ տապակվի։ Եթե ժամանակ ունենք, մենք կարող ենք արդեն կարտոֆիլը համեմել։ Մենք կվերցնենք մեր թավան։ Սուրեն ջան, ինձ կօգնես, սա մի կողմի վրա տեղափոխես։ Շնորհակալություն։ Եվ այստեղ կարտոֆիլը այսպես կշարենք։ Աղով պղպեղով կհամեմենք մեր կարտոֆիլը։ Հետո երբ արդեն մեր խճողակը պատրաստ կլինի, մենք արդեն գեղեցիկ կդարսենք կարտոֆիլի վրա։ Իդեպ գալիս է բլինչիկի սեզոն։ Ոչ միայն։ Այո, եւ երևի թե ամենաընդունված ու ամենասիրելի ուտեստ։ Արի մի օր էլ նաեւ փորձենք այդ ամանորյա տրամադրել, բլինչիկ ըստ Ադրինեի պատրաստել։ Անպայման, եթե, չգիտեմ, տեսնենք ոնց կստացվի, ամանորյա օրերին մոտ արդեն կսկսենք պատրաստել նմանատիպ, այո, բաղադրատոմսեր, որպեսզի հեռուստադիտողին էլ եւ հետաքրքիր լինի եւ հիշողությունը թարմանա, թե ինչ կարելի է պատրաստել։ Ինչպես երեկվա ուտեստի, հա, տարբերակները շատ են, այնպես էլ կարծում եմ, այսինքն թթուների տարբերակներ, այնպես էլ կարծում եմ յուրաքանչյուր տանտիկին ունի բլինչիկի իր տարբերակը։ Այո, եւ յուրաքանչյուր ամենակարևորը գիտես որ նա ում գնում ես ասում այ իմ ամենահամովն է։ Սրանից ոչ միտեղ չես կերել։ Ես հենց դա եմ ուզում ասել, յուրաքանչյուրի տան բլինչիկը իր համար ամենահամեղն է։ Ու ամենակարևորը արդյոք այս սրանից ոչ միտեղ չես կերել հաստատ։ Բայց դե փաստն է, որ բոլորի տանն էլ համով է, եւ յուրահատուկ համ ունի։ Եվ հիմա ժամանակ պատրաստված։ Ճիշտ է, եւ հիմա ժամանակները արդեն խոհանոցը, քանի որ աշխարհի խոհանոցը շատ է զարգացել եւ բազմապիսի տարբերակներ կա, հիմա բլինչիկի տարբերակներն էլ են փոխվել։ Նույն բլինչիկի թերթիկները կարելի է պատրաստել բազուկի հյութով, կամ որպիսի կարմիր լինի, գունավոր լինի, կամ սպանախի հյութով, որպիսի կանաչ լինի, եւ կաշխատենք, կփորձենք այս ընթացքում այդ տարբերակները, այո, փորձենք, տեսնենք, թե ինչ կստացվի։ Եվ միջուկները եւս փոխվել են բլինչիկի։ Կարող են լինել ոչ թե մսային, այլ օրինակ հենց կանաչիով կամ, չգիտեմ, ինչ որ բանջարեղենով, այնպես որ Բայց դե ավանդականը մնում է ավանդական, այո։ Այն որ պատրաստում է, փաթաթում է ընդհանուր այդ խճողակը ընթացքում պակասում է, որովհետև երեխաները արանքից իրենց այո, վերցնում այսպես են։ մեկ գտալ։ Ես բերեմ տոմատի մածուկ։ Լիստերը, որոնք վառվում են ընթացքում, չէ՞, չեն ստացվում։ Դե տարբեր են պատրաստման եղանակներն ու այսօր արդեն հեշտացվել է այդ ձևերը, նաև այդ ամենը պատրաստելու համար, այնպես որ Ադրինեն ունի իր տարբերակները, որոնք եթերում պարբերաբար կասի ձեզ ինչպես տեսնենք, աստված առաջ։ Հիմա տոմատի մածուկ ենք ավելացնում, իմիջիայլոց նշենք մեր գործընկերոջ առաջարկն է սա, Իջևանի գինու եւ պահածոների գործարանի այս համեղ տոմատի մածուկը, որը կավելացնենք խճողակի վրա, որպեսզի շատ ավելի հյութեղ եւ համեղ ստացվի։ Ադրինեն շատ կարճ դադար ունենանք, հետո կվերադառնանք եւ արդեն այս ամենը կուղարկենք ջեռոց։ Այս պայն դադար, հետո վերադառնանք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ոճային լինելը ոչ ոք չի չեղարկել, քանի որ նույնիսկ ցուրտ եղանակին բոլորս ցանկանում ենք տարբերվել եւ լինել ոճային։ Իսկ նորաձևության աշխարհը մշտապես թելադրում է իր նորությունները։ Հիմա գնանք նորաձևության էջ, ծանոթանանք թե ինչ նորություններ կան այնտեղ, հետո վերադառնանք ու շարունակենք։ Ողջույն, ես Մանանան եմ, Դաֆնի բրենդի հիմնադիրը եւ շարունակում ենք խոսել նորաձևության միտումներից։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում են վերարկուները, քանի որ ճիշտ ժամանակն է այժմ ընտրել վերարկու ձեր զգեստապահարանի համար։ Այսօր անդրադառնալու ենք թրենդերին, բայց դրանից առաջ անպայման ուզում եմ նշել, որ վերարկու ընտրելու հարցում ամենակարևորը ճիշտ գործվածքի ընտրությունն է։ Նախապատվությունը տվեք քաշմիրին, բուրդին եւ ալպակին եւ դրանց լավ մշակմանը։ Ճիշտ գործվածքի ընտրությունը ոչ միայն ապահովում է պրոդուկտի տեսքը, այլ նաև համապատասխան ջերմություն ձեզ համար։ Լավ գործվածքից համապատասխան վերարկուի ընտրությունը երկարաժամկետ ներդրում է ձեր զգեստապահարանում։ Այս սեզոնին oversize վերարկուն ամենահարմարն է, քանի որ որպես առաջի շերտ կարելի է կրել ամեն ինչ, սկսած սպորտային հագուստից մինչև ավելի շքեղ երեկոյան հագուստ, ինչպես նաև բարակ եւ հաստ գործվածքնել ըստ ձեր հարմարության։ Երկրորդ թրենդը, որը կարծես թե հակադրվում է oversize
տեսին, բայց միևնույն ժամանակ այստեղ նույնպես կարող ենք ունենալ oversize-ի տարեր, դա Իրանի հատվածում սեղմացող վերարկուներն են, որը շեշտում է ձեր կանացիությունը։ Այս տրենդը այդքան հեշտ չէ, քանի որ այստեղ մենք ունենք սահմանափակումներ, բայց միևնույն ժամանակ այն շատ գեղեցիկ կարող է ընդգծել ձեր կանացիությունը։ Առհասարակ ուսերի հատվածում շեշտադրումը շատ տարածված է այս պահին վերարկուներին, մենք տեսնում ենք դա հենց նորից ցուցադրություններում, ինչպես նաև mass market-ում։ Սա ակտուալ է նաև Իրանի հատվածում սեղմացող վերարկուների համար, շատ հաճախ ունենում ենք ուսերի հատվածում ավելի շեշտադրում եւ Իրանի սեղմության շեշտադրում, սա տալիս է X-աձև սիլուետի հնարավորություն։ Իհարկե մեզնից չեն հեռանում նաև կիսավերարկուները, այստեղ ունենք մի քանի առանձնահատկություններ, առաջինը դա հենց նույն կտորից շարֆի կրումն է կիսավերարկուների հետ։ Ընդհանրապես այս սեզոնին 25-26 թվականին մենք տեսնում ենք հենց նույն գործվածքից շարֆերի օգտագործում վերարկուների եւ կիսավերարկուների հետ։ Այսպիսի մի տարբերակ նաև առաջարկում է Daphne-ն։ Շարունակում են ակտուալ մնալ նաև պիջակի տեսք ունեցող կիսավերարկուները։ Իհարկե, ես չեմ դադարում խոսել մորթիներից, քանի որ նրանք ամենուր են։ Այստեղ մենք կարող ենք օգտագործել նաև միկրո մորթիներ։ Դրանք կարող են լինել եւ բնական եւ ոչ բնական։ Այս միկրո մորթիները կարող են լինել օձիքի վրա, ձեռքերի հատվածում, որպես լայֆհակ կարող եմ առաջարկել ունենալ համապատասխան մորթի, որը կարող եք ամրացնել եւ օձիքին եւ օգտագործել նաեւ այլ պրոդուկտների հետ։ Եվ վերջին տրենդը, որից ուզում եմ խոսել, նորից դասական տարբերակ է, բայց պարբերաբար վերադառնում է եւ ակտիվանում է ավելի շատ նորաձևությունում։ Դա երկու շարք կոճակներով վերարկուներն են եւ շատ հաճախ այս վերարկուները լինում են բարձր օձիքով։ Ինչպես տեսնում եք, ունենք նորից բազմազանություն տրենդների եւ այստեղ շատ հեշտ է կողմնորոշվել եւ ընտրել ձեր տարբերակը, եթե ունեք անձնային ոճ։ Դե ինչ շարունակում ենք մեր ծրագիրը, այո, նորաձևությունը միշտ էլ ընդգծում է որոշակի տրենդներ կամ ամեն դեպքում ասում են նորաձևային, ինչը քեզ հարմարավետ է։ Այո, փորձեք այդ նորաձևության խելահեղությունների եւ թողուբողի մեջ ընտրել ձեզ համար ամենահարմարավետ, ամենահետաքրքիրը եւ պարզապես կանգնեք հայելու առաջ եւ ասեք, որ դուք ամենալավն եք եւ ամենագեղեցիկը։ Սա է այսօր նորաձև։ Իմ կարծիքով պետք է չնեղվել առաջին հերթին տաք հագնվելուց, որովհետև երբեմն դա անհարմարություն է պատճառում, ծանր է, բայց իսկապես եղանակներին համահունչ պետք է անպայման հագնվել, որպեսզի հետո ավելի այսպես մրսածության դեմ պայքարելու խնդիրներ չլինեն, եւ նորաձևության առումով, օրինակ ինձ համար այս ցուրտ եղանակին ամենահաճելին բազմաշերտ հագնվելն է, որովհետև դա եւ հարմար է, եւ գեղեցիկ է, եւ տաք է։ Եվ այսօր արդեն oversize, չէ, այդպես են ասում, այն շատ մեծ, լայն հագուստը, որը այդքան էլ իմ սրտով չի, բայց նորաձև է, եւ եթե նորաձև է, ուրեմն շատ երիտասարդներ այսօր հենց այդ oversize-ն են հագնում, եւ այնտեղ նաեւ դրա տալիս է հնարավորություն մի քանի հագուստ կրել եւ տաք լինել։ Ամեն դեպքում նորաձևության հետևից գնալը պետք է նաեւ լինի ապահով, այնպես որ ցուրտ է եւ պետք է տաք հագնվել, հատկապես դրսում, երբ որ շատ ժամանակ եք անցկացնում դրսում, բայց պետք չէ չափից շատ նաև մարմնի ջերմաստիճանը բարձր պահել տակ, որովհետև դա նույնպես բերում է հետևանքների, որոնք պետք է նաև, ինչպես ասում ենք, բերել բալանսի։ Այո։ Եվ այդ որոշակի ճիշտ բալանսի դեպքում նորաձև է, առողջ է եւ ապահով է։ Դե ամեն ինչ կարգին է, դուք որոշեք թե ինչ եք հագնելու այսօր, իսկ մենք պարզապես փոքրիկ դադար կունենանք նորից եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա տեսնում եք, ես թողուբոհի մեջ եմ, պատրաստում եմ այսօրվա տաք ուտեստը, որը շատ պարզ բաղադրիչներից է կազմված։ Մենք ունենք խճողակ աղացած մսից, պղպեղներից եւ համեմունքներից եւ իհարկե խաշված կարտոֆիլ, որը կլոր շերտերով կտրատված էր։ Ահա տեսնում եք, ես արդեն դարսել եմ, դասավորել եմ ամբողջությամբ մեր կարտոֆիլները, այսպես խճողակը տեղադրում ենք կարտոֆիլի վրա եւ ամենավերջում վրան ավելացնելու ենք իհարկե քերիչով անցկացված պանիրը։ Շատ արագ կանենք նաեւ այդ գործողությունը եւ այս համեղությունը կտեղափոխենք ջեռոց սիրելիներս, հուսով եմ գրի եք առել բաղադրատոմսը, իսկ եթե ավելի անկեղծ, նույնիսկ չեմ էլ կասկածում, որ դուք եք այս տարբերակը պատրաստել։ Ահա, մնացածը իհարկե ընթացիկ ձեռքի հետ կանենք, այս երկու կարտոֆիլն էլ այսպես ասած լցոնենք եւ վրան ավելացնենք պանիրը։ Այսպես։ Ահա, խնդրեմ։ Այս մեկ կարտոֆիլը մնաց,
Ես հիմա գիտեք ինչ կանեմ, ժողովուրդ ջան, մի փոքր այստեղից կվերցնեմ, կավելացնեմ այս մյուսի վրա։ Ահա այսպես։ Վրան ավելացնում ենք պանիրը, յուրաքանչյուր կարտոֆիլի վրա մի փոքր պանիր ենք ավելացնում։ Գեղեցիկ կհալչի պանիրը եւ շատ հագեցնող համեղ ուտեստ կստացվի։ Ես կարծում եմ այս տարբերակը նաև տոնական սեղաններին է շատ գեղեցիկ լինելու, այնպես որ կարծում եմ կարող եք պատրաստել նաև տոներին։ Այսպես, ամեն բան կարծում եմ պարզ է, հասկանալի է, մենք մի փոքր դադար ենք ունենալու, հետո վերադառնալու ենք եւ շարունակենք մեր առաջին ծրագիրը։ Մնացեք մեզ հետ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ եւ այսպես նոյեմբերի 12-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում կայացել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերածննդի առաջին ներկայացումը։ Թատրոնը հանդես եկավ Ալեքսանդր Մանասյանի Արցախյան սիրո հեքիաթ ստեղծագործությամբ, որը բեմադրվել էր Արցախյան բարբառով։ Եվ հենց այս առիթով մեր տաղավարում են Ռուզան Խաչատրյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավարը, Ռոբերտ Կարապետյանը դերասան, Լենա Մաթևոսյանը դերասանուհի եւ Սամվել Սարգսյանը դերասան։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց ենք։ Լավ։ Ներկայացում ունի նաեւ երկրորդ անունը, որը հենց Արցախյան բարբառով է։ Ոնց է։ Արաբաստի բենկինի։ Այսինքն արաբասենց բան կլինի։ Իսկ ինչ է դա տարբեր, որովհետեւ Արցախյան սիրո հեքիաթ կամ արաբասենց բան կլինի։ Հեղինակի ընտրությունն է, ինքը հենց այդպես է, ինքը փոքր պոեմա, ընդհանրապես այդ ստեղծագործությունը փոքր պոեմա, այսպես երկու էջի վրա Արցախցի մի տղա պատմում է իր սիրո պատմությունը։ Մենք այն դարձրել ենք բեմականացում, բեմական սցենար, բազմակի հերոսներով, կերպարներով եւ այդ տղայի շուրջ կերտել ենք սիրո պատմություն գեղեցիկ, նու այդ տղայի հիմնական այսպես խոսույթի մեջ այդ արտահայտությունը արաբաստի պենկենի, ինքը մի քիչ խոսող է եւ իր շուրջ ընդհանրապես մեր իրականության մեջ ինչպես է մարդը սիրում է եւ դեռևս ինքը չկողմնորոշված սիրում է թե չէ, արդեն ամբողջ մեր շրջապատը գիտի դրա մասին ու ինքը անընդհատ բախվում է այդ խնդրին ու անընդհատ ասում արաբա այսպեսի բան կլինի։ ով է այդ տղան։ Դե մի քիչ պատմենք ներկայացումից։ Արաբաստի բենկի։ Իրականում ինչ պատմեմ, ասի պատմեմ։ Տվեկեք ձեր կերպարի մասին։ Կերպարին իրականում ես ասնում էի շատ բարդ ճանապարհով, որովհետև ինչքան էլ ես կարծում եմ, որ ինքը Արցախցի գյուղի տղա է եւ տենց ունի հասարակ շատ ինչ-որ գործողություններ կատարելու հմտություններ, ինքը ավելի բարդ հոգեբանություն ուներ մեջը, ահա որ շատ, այն բանը, որ ինքը պետք է հասկանա, չարտահայտի դա, արտահայտի միայն մի նախադասությամբ, բայց բացատրի հանդիսատեսին այնինչ պետք է բացատրվի։ Մի խոսքով շատ խճճված էր ամեն ինչ, բայց ընթացքը շատ հետաքրքիր էր ու եթե անկեղծ, լիովին անկեղծ եմ, բարբարով ներկայացում խաղալը բարդ է շատ, երբ որ եկել եմ ստեղ որպես ուսանող, խաղում ներկայացումներ գրական հայերենով, ռուսերենով, անցնել բարբարային արցախյան բարբարին, շատ բարդ էր, բայց շատ հետաքրքիր փորձ էր շատ։ Արցախահայերը մեզ նայում են, գիտե։ Okay, Համես բարբարը, այո, այդպեսի մի հետաքրքիր բան կա, թվում է թե կյանքում մեզ ավելի հեշտ է հենց բարբարով արտահայտվել, բայց բեմում այն կրկնակի բարդանում է։ Նույնիսկ եթերում խոսում, երբ որ մեզ եթերում ասում են բարբարով խոսացեք, մի քիչ ոնց որ արհեստական է թվում այդ։ հետաքրքիր պարադոքս կա։ Այո։ Ձեզ համար է բարդ բարբարով խաղալը։ Մի անգամ ա եղել, որ այս միակ ներկայացումն ա, որ բարբարով է, ճիշտ ասած, ու այս ներկայացումը մենք նաև Արցախում ենք ունեցել, նույն կերպարի մեջ եմ։ Աղջիկն է, որին սիրահարված է մեր հերոսը։ Ես առանց իմ համար այդպես որպես բարդություն այդպես չեմ նկատել, որովհետև շատ իմն է ու շատ անմիջական, շատ մեր կյանքային է, այդպես։ Իսկ դուք ինչ երրորդ կերպար եք այս գեղեցիկ զույգի մեջտեղում կողքին։ Իմ կերպարը հանդիսանում է այն ուժը, որը դրթում է, որ իրանք միանան ու օգնում է հանդիսատեսին, որ այն բառերը, որոնք մի քիչ բարդ մտքերը, որոնք անհասկանալի են, թարգմանում եմ, օգնում եմ ու դրթում եմ, որ մեր
Լևոնը, Կերպարի անունը, Քայլեր Ձեռնարկի, հերոսուհու Լավ էլ օգնեցիր ասա։ Առաջնախաղը կարելի ասել արդեն եղել է, չէ՞, Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Եկեք հասկանանք ինչպիսին էր արձագանքը հանդիսատեսի։ Եթե կարելի է մի փոքր նախաբանից գանք, քանի որ ամեն դեպքում սա իրադարձություն է, երբ որ Հայաստանում, մեր բոլորի մայրաքաղաք Երևանում սկիզբ դրվել Արցախի մոտ 100 տարեկան թատրոնի շատ գեղեցիկ ավանդույթներ ունեցող եւ շատ գեղեցիկ պատմություն ունեցող մի իսկապես հզոր ճանապարհ անցած թատրոնի մի փոքր ընդհատված, շրջանից հետո նորից բեմ է բարձրանում եւ այս պատմությունը նորից շարունակվում է։ Ինձ թվում է սա կարևոր պատմական իրադարձություն է։ Ցավոք սրտի ոչ Արցախում, ոչ արցախյան բեմին, բայց արցախյան շնչով եւ արցախյան ոգով այսօր Երևանում կայացել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի ծնունդը։ Ցավոք սրտի պետական բառը այստեղ ժամանակավոր կբացակայի, բայց այն, որ արդեն դրվել է վերակազմավորման հիմքը եւ այս ներկայացումը եւ այս ներկայացման առաջնախաղը այնպիսի հաջողությամբ ընդունվեց եւ այնպիսի հաջողությամբ կայացավ, որ ես կարծում եմ, որ մեր այլևս պատասխանատվություն ունենք շատ մեծ, որ հաջորդները կամ գոնե այսպես լինի, կամ սրանից ավելին լինի։ Ես ուզում եմ շնորհակալություն ասեմ այն մարդկանց, ովքեր կանգնած են այս ամեն ինչի հիմքում, որովհետեւ առանց այդ մարդկանց եւ առանց նրանց աջակցության ուղղակի հնարավոր չէր լինի։ Դա Հայաստանի Թատերական գործիչների միությունն է, իդեմս Հակոբ Ղազանչյանի, դա դիալոգ կազմակերպությունն է, իդեմս Յուրի Նավոյանի եւ նրանց աջակցությամբ այսօր Հայաստանում գործում է, այլևս գործում է Արցախի թատրոնը եւ այդ առիթով մեր խորին երախտագիտությունը այդ մարդկանց մեր առաջնախաղը այո ամսի 12-ին կայացավ, երեխեքներ կարող են վկայել, շատ ջերմ, շատ պատկերացրեք մոտ 25 րոպե հանդիսատեսը չէր հեռանում։ Բանի ծափողջունները շարունակվում էին այդպես եւ հետո կիսվում էին, որ մենք չէինք ուզում դուրս գայինք դահլիճից, որովհետեւ մեզ թվում էր, որ դուրս գանք նորից մի պահ վերադարձել էինք Արցախ եւ մեզ թվում էր դուրս գալուց կվերջանար նորից, կփշրվեր այս ամեն ինչը։ Եվ մեր մեծագույն նպատակը այս ներկայացման հենց այդ է եղել, որ մենք մեր նպատակը եղել է, որ մեր հանդիսատեսը, մեր Արցախի ժողովուրդը եւ այստեղի մեր հայրենակիցները գան եւ ուղղակի ուրախանան, ուղղակի լիաթոք ծիծաղեն, ուրախանան եւ չմտածեն ոչ մի ուրիշ հոգսի, ցավի եւ Արցախից միայն բերել ենք այն շերտը, որը միայն երջանկություն եւ ուրախություն է պարգևում։ Գիտեք, երբ որ 88 թվին երկրաշարժը եղավ եւ Գյումրին ավերվեց, համատարած այդ սուկ տրամադրությունն էր բոլորին, հատկապես այնտեղ եւ քանդված թատրոնի պատերի մեջ կամած թատրոնը սկսեց գործել հետո։ Եվ Գյումրեցին կամած վերադարձավ արվեստի շնորհիվ էլ նաև վերադարձավ իր բնականոն կյանքին ու ընթացքին ու շարունակեց ապրել։ Եվ դա նաև իր շնորհիվ թատրոնի էր, որը այդ քանդված պատերությունների մեջ, քանդված բեմի վրա սկսեց շարունակել իր գործունեությունը։ Ես կարծում եմ սա էր ժամանակավոր բնույթ է կրում, ամենակարևորը որ թատրոնը հավաքել է նվիրալներին, արցախցի եւ նորից շարունակում է իր ընթացքը։ Այնպես որ համոզված եմ, որ ամեն ինչ էլի լավ է լինելու։ Դե հաջորդիվ երբ են ներկայացումները եւ ինչպես եք պատրաստվում արդեն, ինչ որ բան փոփոխվել է պրեմիերայից հետո, որտեղ միշտ պրեմիերայից հետո վերանայվում է եւ որոշ դետալներ փոխվում են։ Գուցե ինչ որ փոքր մեր խաղերը սպասվում են հունվարի 20-ին եւ փետրվարի 6-ին տեխնիկային թատրոնի բեմում եւ իսկապես այն առաջին ներկայացման պահանջարկը այնքան մեծ էր, մենք մոտ 15 օր առաջ բացել էինք վաճառքը եւ 4 օրից արդեն տոմսեր չունեինք եւ սա հնարավորություն է այն բոլոր մեր սիրելի հանդիսատեսին, այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են կռիվ էին անում մեզ հետ, որ մենք չենք հասցրել դիտել ներկայացում եւ տոմսերը ձեռք բերել, կարող են այս հրաշալի հնարավորությունից օգտվել, որովհետեւ արդեն բաց է վաճառքը, կարող են օգտվել այս հնարավորությունից եւ արցախցիները գան վերհիշեն Արցախում իրենց ապրած գեղեցիկ օրերը, իսկ այստեղի մեր հայրենակիցները գան տեսնեն, որ Արցախը միայն այն ծանրությունը չէ, որ տարիներով համոզել են, որ բեռ է, այլ այն երջանիկ եւ ուրախ պարզ մարդկանց մասին կյանքն է եւ հնարավորություն ծանոթանալու այդ կյանքին, Արցախի բարբառի, նրա գողտրիկությանը, պարզ մարդկային սիրուն, հարաբերություններին։ Իսկ ձեր տանդեմը այս ներկայացումով է դրվել, թե մինչև այս խաղացել եք իրար հետ։
Օ, չէ։ Չէ։ Այս ներկայացումը ներկայացումը դեպի։ հեշտ է կոնտակտը բեմում, հեշտ է իրար զգում, հասկանում, համագործակցությունը հեշտ է ստացվում։ Արցախում իրենք խաղում էին, Արցախի թատրոնում այստեղ ուղղակի առաջին անգամ էին միասին այս միջումից հետո։ Մի վայրում։ 2 տարի, 2 տարի Բարդություններ կային այդ վերականգնման։ Բարդությունները ավելի շատ ներքին էին, որովհետև այս ներկայացումով փորձերի ընթացքում ամեն օր զգում էինք, որ մենք վերակենդանանում ենք։ Սկզբից մտածում ես, որ դու ոնց որ կյանքը քո երակներով չի հոսում ու դու ինչ էներգիա պետք է տաս բեմից, բայց այս ներկայացումը, որ շատ ճիշտ ընտրված էր հենց եւ մեզ համար եւ հանդիսատեսի, մեզ վերակենդանացրեց, նորից կյանքի բերեց, այդպես։ Կարևոր որ սկիզբը դրվեց եւ իհարկե ընթացքներ կլինի էլի հետաքրքիր եւ բեղումնավոր, որովհետեւ շատ ներկայացումներ կհաջորդեն մեկը մյուսին եւ այս ամենն արդեն նորից իր բնականon հումքով կընթանա առաջ։ Մենք ուզում ենք ձեզ ողջունել ու շնորհավորել եւս մեկ անգամ, ինչպես ասում են արվեստի աշխարհում նիպուխը նիպիրա հաջորդ ներկայացումները։ Ո՞նց է դա բարբարով ասում։ Օ, նիպուխը նիպիրալի։ Վերջում լի ավելացում բոլոր բառերում լին ավելացում ձեզ նվիրել Իջևանի Սարգոն Կարմիր Չոր գինին հաջորդ ներկայացումից հետո կբացեք արդեն եւ շնորհավորեք միմյանց եւ նվիրեմ ձեզ արեմ բացիկներ, որոնք էմոցիա են տալիս եւ համոզված եմ ունեք այն սրտի մարդիկ ում ուղղված են այս բացիկները։ Այստեղ երկի բառերով են։ Մեկը Հայկոյի երկիցը հետնայր ու տես որ քեզ սիրում եմ։ Մյուսը կարծում եմ տղաներից մեկին կհասնի։ Ես եմ քո մեղրարի ինձ կեր։ Սպորտից եւ այստեղ իհարկե Էրիկ իմ աշխարհիկ լինենք աշխարհով մեկ քեզ գրկեմ ու ասեմ իմ Զիրանի եւ մյուսը Նունե Եսայան։ Մենակ ես էր ինձ պակասում սիրահարվել ու մնալ արտում։ Մի խոսքով ամեն ինչ սիրո շոկ է պատտվում։ Սա դուք արդեն ձեր մեջ բաժանեք համահունչ։ Այո, եւ նվիրեք ձեր սիրելի մարդուն։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ շատ շնորհակալություն այս առիթի համար եւ որովհետեւ այսօր ցանկացած աջակցություն Արցախի թատրոնին լուսաբանելով թե ուղղակի աջակցելով տարբեր ձևերով մեզ համար շատ մեծ։ Սիրով։ Այո, միշտ պատրաստ ենք սիրով։ Դե ինչ հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ խոսելու ենք կարևոր նախաձեռնության մասին եւ այսպես ներքին գործերի նախարարությունը շարունակում է ջանասիրաբար աշխատել, բազմաթիվ բարեփոխումներ անել, գործարկել հին ու նոր ծրագրեր։ Պարեկային ծառայության համալրման ծրագիրը կրկին մեկնարկել է։ Ովքեր կարող են դառնալ պարեկ։ Այս եւ ոչ միայն այս հարցին կպատասխանեն մեր հյուրերը։ Իսկ մեր հյուրերն են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 4-րդ պարեկային գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ազատ Հակոբյանը եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի առաջին պարեկային գումարտակ առաջին վաշտի ավագ պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Մարիամ Պողոսյան։ Բարի լույս։ Օրը վերջանում։ Ոնց եք։ Շատ լավ։ Շատ լավ։ Ինչպես են սկսում ծառայությունը պարեկները ընդհանրապես, հա, ինչ տրամադրությամբ։ Տրամադրությունը շատ լավ, շատ բարձր։ Ունենում ենք առավոտյան հրահանգավորում, որից հետո դուրս են գալիս արդեն Երևան քաղաքում, մենք Երևան քաղաքի պարեկային ծառայության գնդից ենք։ Ունենում ենք առավոտյան հրահանգավորում, որից հետո դուրս են գալի Երևան քաղաքում արդեն շարունակում ենք մեր ծառայությունը։ Եվ առավոտը վաղ եք սկսում, ճիշտ է։ Այո, շատ վաղ ենք սկսում, արդեն Երբ քաղաքը դեռ քնած է։ բոլորը քնած են, իսկ մենք արդեն սկսում ենք մեր ծառայությունը։ Շատ լավ, եկեք ծրագրի մասին խոսենք, քանի որ այն արդեն բաց է, հասանելի է եւ մարդիկ, ովքեր ցանկանում են համալրել պարեկային ծառայողի շարքերը, կարող են դիմել։ Ինչպես դիմել, ինչ ընթացակարգ կա եւ ինչ է պետք պարեկ դառնալու համար։ Ուրեմն կարող եմ ասել, որ կարևոր շեշտադրում կցանկանայի անել, կարևոր փոփոխություն, որ այլևս դուրս է եկել տարիքային սահմանափակումը, որը գործում էր նախկին կանոններով եւ այժմ արդեն չափահաս ցանկացած քաղաքացի, որը կցանկանա համալրել պարեկային ոստիկանության շարքերը, կարող է դիմել մինչև դեկտեմբերի 12-ը դեռ ընդունելության հայտերն ընդունվում են։ Կարող եմ ասել, որ եւ աղջիկները եւ տղաները պետք է անցած լինեն պարտադիր զինվորական ծառայություն կամ օրենքով սահմանված կարգով ազատված լինեն ծառայությունից եւ ցանկացած աղջիկ, որ կարծում է, որ ինքը կարող է եւ ցանկանում է համալրել մեր շարքերը։
Ֆիզիկապես պատրաստ կլինի ոստիկանության մասնագիտության գործառույթը շարունակելու։ Իսկ ինչին ամենաշատը պիտի ուշադրություն դարձնի դիմորդը, ով ուզում է դիմել։ Ինձ թվում է իր ցանկությանը։ Ինչքանով է ինքը տրամադրված, ինչքանով է ինքը ուզում եւ պատրաստ համալրելու մեր շարքերը։ Այո, խոսենք այդ պատրաստը, հա, մենք բարեկիրային ծառայության անցնելու համար եւ ընդհանրապես այդ մեծ պատասխանատվությունը քեզ վրա վերցնելու համար դու որպես մարդ, որպես քաղաքացի, ինչին պիտի պատրաստ լինես։ Առավոտյան շուտ արթնանալու, երկար ժամանակ անցկացնելու ծառայության մեջ, քիչ ժամանակ տրամադրել այո ընտանիքին, ինչեր է ունենում բարեկի ծառայողը, հա, բարեկային ծառայողը։ Ես կասեմ, ավելի շատ ես կարծում եմ պետք է սերը հայրենիքի հանդեպ ավելի շատ լինի, քանի որ մենք բոլորս մեր ընտանիքները ավելի առաջնային ենք դասում, բայց այս դեպքում ընտանիքը չասեմ ասում է երկրորդային պլան, բայց ընտանիքի հետ ավելի քիչ ես ժամանակ անցկացնում, քան լինում ես ծառայության մեջ, ժամանակը, որը անգին է նվիրում ես հայրենիքին, պետությանը։ Այսինքն այն գործունեությունը, որ դու ծավալում ես արդեն ընտանիքից դուրս, ելի ընտանիքի բարենպաստ կարգ ու կանոնը քաղաքի հետ ամեն ինչ ապահովելու համար է։ Այսինքն ելի գնում ենք դեպի ընտանիք։ Իսկ ինչ հմտություններ եք ձեռք բերել ծառայության ընթացքում, որը ձեզ օգնում է եւ ծառայության ընթացքում եւ կյանքում։ Ես պատասխանեմ։ Իհարկե։ Իրականում կարող եմ ասել ինձ համար անձամբ դրական կողմ որպես բարեկային ծառայության կարող եմ ասել այն, որ ես իրականում ինձ համարում եմ ինտրովերտ մարդ, բայց բարեկային ծառայության ընթացքում իմ կոմունիկացիոն հմտությունները շատ են զարգացել, քանի որ պարտավոր է շփվել ցանկացած քաղաքացու հետ եւ այդ շփումների ընթացքում դրսեւորել նաեւ քեզ որպես ինքնավստահ ոստիկան, որտեղ ինքնավստահությունը իմ կարծիքով ոստիկանի կերպարին համահունչ բնավորության գիծ պետքա դառնա, նրա անկախտելի վարքագծի այդ անկախտելի մասը դառնա եւ ավելի ինքնավստահ եմ դառել եւ արդեն ավելի ազատ եմ շփվում մարդկանց հետ, ինչը փոխանցում է նաեւ իմ առօրյա կյանք։ Իսկ այդ ինքնավստահությունը, որ ես փորձում եմ դրսեւորել ծառայության մեջ, նաև փոխանցում եմ իմ քաղաքացիական կյանք, ինչը ինձ համար շատ մեծ առավելություն է արդեն իմ անձնական կյանքում դառնում։ Իսկ ինչի որոշեցիք դառնալ բարեկային ծառայող ոստիկան։ Եթե օրինակ 10 տարի առաջ ինձ ասեին, որ ես կրել եմ ոստիկանի սպայի ուսադիր, ես չէի հավատա ճիշտն ասած, բայց իմ պարագայում կարող եմ ասել, որ որոշումս երկար քննարկումների արդյունքում չի եղել, բավականին սպոնտան եմ որոշումս կայացրել։ Իմ ընկերուհին է ինձ խորհուրդ տվել, ով եւս հանդիսանում է ոստիկանության ծառայող, սակայն այլ ստորաբաժանման ոստիկան է, ինքն է ինձ ասել, որ բարեկային ոստիկանություն է գործարկվում, միասին քննարկել ենք, որոշել եւ դրանից հետո հայտնել եմ ծնողներիս։ Եվ ինչպեսին է արձագանքը, իրականում կարող եմ ասել, որ անսպասելի էր, բայց ծնողներս վստահել են իմ որոշմանը, տեսել են իմ տրամադրվածությունը, այն որ ես գիտեմ ինչ եմ ընտրել եւ պարտավոր եմ իմ որոշմանը տեր կանգնել, այսպես։ Շատ լավ, իսկ հայ վարորդները ինչ խախտումներ են ամենաշատը սիրում անել։ Ինչն է, որ այսպես ամեն քայլափոխի ձեզ հանդիպում է եւ նյարդայնացնում է։ Չէ, չեմ ասի իրանք սիրում են, ինձ թվում է խախտումները պատահական են ստացվում բոլորի մոտ էլ։ Մեր հայերը մեղմ ասեցիք, բայց օքեյ։ Միամիտ անցակ Արմինուզի։ Բայց ամենայն դեպս ոչ մեկ բոլորի դա։ Միտումնավոր կերպով խախտումներ չի անում, մենք էլ ենք ընկալում ենք ինչ որ դեպքեր կա, եթե հնարավորություն ընձեռվում է, օգնում ենք, աջակցում ենք, հիմնականում ծայրահեղությունից ելնելով ինչ-որ հիվանդանոցային հարցերում շտապելիս, հա, մենք նույնպես աջակցում ենք, օգնում ենք։ Բայց ամենահաճախ հանդիպող խախտումը այդ ինչն է, քարտիչ չմիացնելը։ Ավրագոտուց չօգտվելը եւ հեռախոսից օգտվելը ընթացքի ժամանակ եւ շատերի մոտ իմ կարծիքով սովորութային հարց է։ Օրինակ, երբ որ մեքենան սկսում ես վարել, սովորել, այդ սովորելու շրջանից արդեն երբ որ դու ամրակապվում ես, իմ օրինակով կարող եմ ասել, այլևս չամրակապված չես կարողանում վարել։ Իսկ երբ որ արդեն սովորությունը ձևավորվել է, դա արդեն դժվար է։ Այո, ես որ նստում եմ տաքսի եւ ամրագոտին եմ կապում, ինձ վարորդն ասում, ախպերս մի կապի, ապահով ասում, ես ձեր ապահովության համար չեմ ասում, ես իմ ապահովության համար եմ կապում։ Ձեր մասին չեմ մտածում, իմ մասին եմ մտածում։ Շատ լավ, ինձ այսպեսի հարց է տրվում, Ազատ, երբ որ մենք միշտ ընկալել ենք սա, հա, որ
բարեկային ծառայությունը, ընդհանրապես ոստիկանների ծառայությունը երկու տղամարդ են միշտ։ Այ ինչպես է լինում, երբ որ թիմային աշխատանքի մեջ եւ ծառայության մեջ տղամարդ եւ կին է։ Ինչպես է կարողանում շատ ճիշտ անցկացնել ծառայությունը, որպեսզի այդ համահունչ վիճակը նաեւ ազդի նորմալ աշխատանքի վրա։ Սենց կասեմ, ուղղակի լիքը պահեր են լինում, երբ կին ծառայեկիցը լրացնում է տղա ծառայեկիցին, օրինակ հաճախ ունենում էինք բռնության դեպքեր, երբ որ մարագորեն մեկնում էինք դեպքի վայր, հանդարտ տեսնում էինք ամեն ինչ էլ որ պատահած լինում էր, քաղաքացիներից կանայք օրինակ անկեղծ չէին կարող կամ ամբողջովին չէին կարող ասեն իրենց հայտարարության մեջ նշեն։ Իսկ երբ նու ծառայեկից ընկերդ լինում է կին, ավելի հեշտ է, ավելի վստահում են, ինքը արդեն ավելի անկեղծ կին ծառայողի մեջ տեսնում է իր քրոջը, իր ընկերոհուն, ավելի ազատ է շփումը ստեղծում, իսկ որը օգնում է ծառայությանը։ Եվ հիմա ձեզ հարցնեմ վարորդների առումով, երբ տեսնում են, որ կին ծառայող է, ինչպիսի վերաբերմունք կա, արդյոք կին վարորդների դեպքում այդ սոլիդարությունը պահպանվում է, թե տղամարդիկ ավելի բարեհամբույր են լինում, երբ տեսնում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը օրինակ փողոցում օգնում երթևեկությունը բացել։ Հիմնականում արձագանքները շատ դրական են, երբեմն նույնիսկ երբ որ խախտման համար ես կանգնացնում տրանսպորտային միջոցը եւ մոտենում ես քաղաքացուն, ինքը որ տեսնում է, որ կին ծառայող է մոտեցել, մի անգամից ժպտում է, չգիտեմ, նրա վերաբերմունքը կարծում եմ այո, ընկալում եմ որպես թույլ սեռի ներկայացուցիչ անկախներից, որ այդ պահին դու համազգեստ ես գրում եւ խոսելու ընթացքում էլ դու զգում ես, որ ինքը փորձում է ավելի օրիորդապնդիչ վարք դրսևորել։ Շատ լավ, ես միշտ ասում եմ, որ կնոջ գենի մեջ կա մայրական ինստինկտը, բնազդը եւ զգացմունքայնությունը։ Եթե տղամարդը որոշակի, իրադարձություններում կարողում է սառնասրտություն պահել եւ չտրվել էմոցիաներին, ապա կնոջ համար դա կրկնակի դժվարություն է։ Երբ որ նման իրավիճակում եք եւ նման դեպքի վայրում եք լինում, ինչպես եք կարողանում ձեր էմոցիաները զսպել եւ ցուցաբերել աշխատանքային սառնասրտություն։ Ես կարող եմ ասել, որ այդ կարծիքը եկեք անհատականացնենք, որովհետև կարող եմ իմ ծառայողական փորձից ելնելով ասել, որ շատ իրավիճակներում լինում է, որ օրինակ ինչ-որ ահազանգով ենք մեկնում, որ էմոցիոնալ կարող է լինել, եւ վերադասությունը փորձելով քեզ պաշտպանել որպես կին ծառայող, հետ է մղում, որ ինքը առաջ գնա, որ դու օրինակ չտեսնես այդ տեսարանը եւ այլն բան, բայց իմ պարագայում ես մի քիչ սառնասիրտ եմ, թե սառնասրտություն եմ կարողանում դրսևորել եւ բավականին համարձակ եմ գործում, ինչը որ անակնկալի է բերում եւ այդ ժամանակ այնտեղ գտնվող քաղաքացիներին եւ իմ վերադասությանը, ես գլուխ գովալու համար չեմ ասում, ուղղակի դեպքեր են եղել, որ ինձ թվում է անհատական է ավելի։ Անհատական է։ Հա։ Եվ հիմա հասկանանք, քանի որ նոր ընդունելությունը արդեն կա, այն առավելությունները բոլոր դնենք իրար կողքի եւ թվարկենք, որոնք կտա բարեկային ծառայության այս ծրագրին միանալը մարդկանց, որպեսզի եւ շահագրգռենք եւ իրենք էլ իմանան, թե ինչքան առավելություններ է լինելու, երբ իրենք գան ու միանան ձեր թիմին։ Երկուսս էլ թվենք առավելություններից։ Կողը յուրաքանչյուրինը տարբեր է։ Դուք ասեք աղջիկների տեսանկյունից, կանանց դուք տղամարդկանց։ Դե ես օրինակ խորհուրդ կտայի բոլոր այն աղջիկներին, ովքեր որ երբևիցե մտածել են, բայց կասկածում են իրենց ուժերի վրա, խորհուրդ կտայի, որ անպայման դիմեն, անկախ ամեն ինչից, ես կարող եմ այսպիսի մի բան ասել, աղջիկներ կան, որ օրինակ մենք կարող ենք տեսնել եւ ասել, որ օրինակ դա շատ կանացի է, փխրուն է, կարող է չկարողանա, օրինակ ուժային կառույցում ծառայել, բայց ես կարող եմ իմ օրինակով ասել, որ մենք ինքներս չգիտենք մենք ինչքան ուժեղ ենք եւ ինչ մեծ պոտենցիալ ունենք, քանի դեռ չենք հայտնվել այն իրավիճակում, որտեղ որ պետքա դրսևորվի այդ պոտենցիալն ու ներուժը։ Այդ իսկ պատճառով նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ ցանկանում են եւ տղաները եւ աղջիկները, որ ցանկանում են, բայց կասկածում են իրենց ուժերի վրա, ես խորհուրդ կտայի չկասկածել, միանշանակ գալ եւ գիտեք, այսպես կասեմ, ցանկացած աշխատանք իմ կարծիքով ունի դրական եւ բացասական կողմեր, բացասականից բնականաբար չեմ պատրաստվում խոսել, իսկ դրականի մասով կարող եմ ասել, որ ինքը բարեկային ծառայությունը անձամբ ինձ համար ինքը մեծ կյանքի դպրոց է, որտեղ որ ես ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ։ Ունեմ հիմա փորձառություն, որը որ իմ
հետագա կյանքում բնականաբար օգտագործելու եմ։ Ինչպես որ արդեն նախկինում նշեցի, կոմունիկացիոն հմտություններն են ավելացել, ինչը որ առօրյայում ինձ օգնում է։ Ես բավականին ինքնավստահ եմ դարձել, ինչը որ եւս ինձ օգնում է։ Եվ մնացած այլ դրական կողմերը, որը որ ինձ թվում է թվարկման կարիք չունեն։ Մեծ փոքր ժամանակվանից սովորեցնում են, որ այ եթե չարություն անես, հիմա կկանչեն ոստիկան ձյաձյան եւ քեզ կպատժի, հա, եւ սա բերում է նրան, որ մենք սկսում ենք փոքր ժամանակվանից վախ ունենալ եւ մտածում ենք, որ իրենք այսպեսին են, երբեք չեն ժպտում, երբեք ոչ մի էմոցիա չեն տալիս եւ իրենք հենց այն մարդիկ են, ովքեր մեզ կպատժեն։ Բայց հակառակը, մեզ կպաշտպանեն ցանկացած իրավիճակում։ Այնպես որ բավականին էմոցիոնալ մարդիկ են, ինչպես արդեն նկատեցիք, շատ գեղեցիկ ժպիտով եւ տրամադրությամբ։ Եվ որpեսզի այդ ժպիտն ու տրամադրությունը լինի ձեզ հետ միշտ, մենք ուզում ենք ձեզ նվիրել արև բացիկներ, որոնք արև են իրենց տեսակով եւ նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Ձեզ ուզում եմ նվիրել Էրիկի խոսքերով, իմ աշխարհ երկ լինեմ աշխարհով մեկ, քեզ գրկեմ ու ինքս ինձ տամ Երանի։ Շնորհակալ եմ։ Համոզված եմ, որ կլինեն մարդ, ում այս խոսքերը դուք կասեք եւ դուք քանի որ ունեք բալիկներ, երկու տղա, ես ուզում եմ ձեզ նվիրել Դումիկյանի խոսքերով, հա, Մոյսին, այսպես ենք կոչում բացիկները, սա ձեր եզավակներին, ձեր Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ ենք ձեզ ու բարի ծառայություն։ Շնորհակալություն։ Դեն սիրելի հեռուստադիտողներ, եթե ցանկանում եք դառնալ պարեկ, առանց երկմտելու միացեք այս հրաշալի թիմին։ Եվս մեկ անգամ հիշեցնենք մինչև դեկտեմբերի մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ կարող եք դիմել եւ միանալ այս հրաշալի թիմին։ Իսկ հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Ողջույն իմ շատ թանկագին հեռուստադիտող, ահա մոտեցավ ավարտին այսօրվա մեր հաղորդումը եւ մեր ուտեստը իհարկե պատրաստ է արդեն, մատուցման ամանների մեջ է եւ ես այս ընթացքում հասցրեցի մի փոքր սոուս պատրաստել, որը բաղկացած է մայոնեզից, մանանեխից եւ մի փոքր տոմատի մածուկից, այնտեղ ավելացնելով մի փոքր բուսայուղ։ Այսպես փորձեցի զարդարել մեր կարտոֆիլները իրեն համեղ խճողակով, դուք էլ փորձեք այս տարբերակը եւ վայելեք։ Ահա, կարող եք սոուսների տարբեր տեսականի պատրաստել եւ փորձել տարբեր սոուսներով մատուցել այս ուտեստը։ Ամբողջությամբ ճաշակի հարց է, դուք որոշեք ոնց է հարմար, սիրելիներս։ Եղեք առողջ, եղեք միշտ լավ ձեր սիրելիների, հարազատների հետ միասին շրջապատված սիրո մեջ եւ մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ։ Սիրելիներս, ես ձեզ շատ եմ սիրում, լավ մնացեք։ Շնորհակալ ենք շատ Ադրինեին այս համեղության համար, քիչ հետո բնականաբար կուտենք, փորձենք, կճաշակենք եւ չենք մոռանա այն համեմել բրիզով, հա, ռոզե փրփրունգինին, որը սիրով ներկայացնում է Ջվանի գինու գործարանը, այս փրփրունգինին այս երեկո կարող է դառնալ շատ գեղեցիկ եւ հաճելի համադրություն։ Եվ եթե ունեք հատուկ առիթներ, ապա այն վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, քանի որ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Master Right Barber Shop-ը պատրաստ է տղամարդկանց ներկայացնել այն ծառայությունը, որը հատուկ է ձեր մորուքին եւ սանրվածքին։ Վարպետները Վահեն եւ Արտակը միշտ պատրաստ են ընդգծել ձեր ինքնատիպությունը եւ գեղեցկությունը։ Master Right-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Եվ եթե ուզում եք լինել տարբերվող եւ ոճային, ապա Դաֆնի խանութ սրահում սպասում են ձեզ։ Երկու հասցե ունի այս շատ էսթետ խանութ սրահը Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք, քանի որ այնտեղ արդեն ամբողջ նոր տեսականին ներկայացված է։ Ամանորը իհարկե նվերների եւ էմոցիաների դաշտ է եւ հրավառություն, եւ որպեսզի այդ ամենը լինի մեկ վայրում, կարող եք այդ գեղեցիկ էմոցիաները եւ սերը գտնել արև բացիկներում, որոնք իհարկե նախատեսված են հենց հատուկ ամանորյա շնորհավորանքների համար։ Բացիկները հարցրեք քաղաքի սուպերմարկետներում, քաղցր եւ ծաղկաշատ վայրերում։ Շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, այսօր առավոտը կրկին մեզ հետ սկսելու համար։ Եվ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։